Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողոտակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը, իսկ հասարակությունը վերջին մի քանի օրերի ընթացքում, հատկապես վերջին 24 ժամվա ընթացքում գերկենտրոնացած է Գյումրիում եւ Փարաքարում անցկացված հավաքանու ընտրությունների արդյունքների վրա, հենց այդ արդյունքների եւ ոչ միայն դրանց մասին զրուցելու ենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Զոլյան, հաշվի առնելով, որ ընտրություններում, այսպես ասեմ, քաղաքացիական պայմանագիրը չպարտվեց Գյումրիի ընտրություններում, բայց հաղթանակի մասին էլ խոսել ավելորդ է, որովհետև բացարձակ մեծամասնություն չստացավ, ինչ չի կարելի ասել Փարաքարի մասին, որտեղ անդիմությունը միասնություն դաշինքը ջախջախից ըստ էության ջախջախիչ հաղթանակ տարավ, դա թույլ տվեց ընդդիմադիր շրջանակներին խոսել այն մասին, որ Թավշյա հեղափոխությունը մահացավ։ Այսինքն սկսվել է այդ մահառաչի ընթացքը։ Հիմա մահացել է հեղափոխությունը, թե ոչ։ Դե նույն հաջողությամբ կարելի է ասել, որ այս ամենը խոսում է Թավշյա հեղափոխության հաղթանակի մասին, որովհետև Թավշյա հեղափոխությունը հիմնական նպատակներից մեկը, որը դրված էր, դա ընտրական գործընթացի ազատականացումն է, ազատ, արդար, հավասար ընտրությունների անցկացումը, որի արդյունքում ընդդիմությունը կարող է հաղթել։ Եվ այս իմաստով իհարկե կարելի է ասել, որ յուրաքանչյուր ընտրություն, թիմի ընտրություն, որտեղ ընդդիմությունը հաղթում է, ցույց է տալիս, որ Թավշյա հեղափոխությունը իր նպատակներից մեկին գոնե հասավ։ Բայց այս ամեն ինչը իհարկե պես ուղղակի բառախաղեր էր մեծ հաշվով, եկեք փորձենք էությունը հասկանանք, ինչա տեղի ունենում։ Եվ այստեղ ինձ թվում է կարելի է միշտ եւ դրականի եւ բացասականի մասին խոսել, ինչպես ցանկացած երևույթ քաղաքական ինքը ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Դրականը նա է, որ ինչպես ասեցի, իրոք սա ժողովրդավարության ցուցիչ է, որ հատկապես թիմի ընտրությունները երբ որ հաղթում է ընդդիմությունը կամ ասենք իշխանությունը չի տանում ջախջախիչ հաղթանակ, բայց էլի ավելի շատ ձայն է հավաքում, բայց այսպես չի ճնշում բոլոր իր հակառակորդներին, սա ցույց է տալիս, որ կա ժողովրդավարություն։ Երկրորդ այն փաստը, որ տեղական ընտրություններին նման ուշադրություն կա, սա եւս ժողովրդավարության ցուցիչ է, եւ սա տեղի է ունենում այնպիսի երկրներում, որտեղ կա ժողովրդավարություն, օրինակ ներողություն ընդհատում եմ, բայց այդ ուշադրությունը ուղղորդողներից մեկը հենց իշխող քաղաքական թիմներ, հատկապես Գյումրիի մասով, երբ կհիշեք, վարչապետը հայտարարեց, որ այնտեղ վճռական ճակատամարտ է սպասվում, որ պիտի հաղթել եւ այլն, եւ այդ ամենի ֆոնի վրա ընդդիմությունը այսպես սկսել է արդեն չարախնդալ, որ չկարողացանք նույնիսկ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները։ Դե ամեն դեպքում տեսեք, նաև լրատվամիջոցների ուշադրություններ, բավականին մեծ եւ քաղաքացիական հասարակության, այսպես ասած, հասարակական կարծիքի, այսինքն այնպես չի, որ միայն քաղաքական ուժերը այնտեղ իրենք մենակով ինչ որ հարցեր էին լուծում, կարելի ասել ամբողջ երկիրը հետևում էր եւ նույնիսկ Հայաստանից դուրս որոշակի հետաքրություն կար, որը օրինակ դուք չեք տեսնի, չգիտեմ, Ադրբեջանում Գյանջայի ընտրությունների ժամանակ կամ Բելարուսում Գոմելի ընտրությունների ժամանակ, ընտրություններ են լինում։ Դե երևի լինում է, տեսնեք, չգիտենք էլ նորից, բայց ժողովրդավարական երկրներում սա խնդիր է, կամ նույնիսկ այնպիսի պես հիբրիդային ռեժիմներում, որտեղ կա անդիմություն, օրինակ Թուրքիայում մենք տեսանք Ստամբուլում հիմա ինչա կատարվում, ինչի որտեղ այնտեղի քաղաքապետին են ձերբակալել, ով ընդդիմադիր կուսակցությունից է, այսինքն Թուրքիան այսպես 100% ժողովրդավարություն։ Իմամօղլուին ձերբակալել են, որովհետև ինքը ըստ էության Թուրքիայի գործող քաղաքական դաշտում Էրդողանի միակ իրական Այո, բայց նաև ինքը Ստամբուլի քաղաքապետն է, եւ հիմա Ստամբուլի քաղաքացիները պաշտպանում են իրենց քաղաքապետին, եւ տեսեք, այնտեղ ինքը Էրդողանը ժամանակին Ստամբուլի քաղաքապետ է եղել, այսինքն որ իրանել են ձերբակալել։ Իրեն են ձերբակալել։ Այսինքն սա օրինակ Թուրքիայի նման երկրում նույնիսկ ել չեմ ասում ավելի ժողովրդավարական երկրների մասին, սա ճանապարհ է դեպի իշխանություն, սկզբից դու մայրաքաղաքում կամ ամենամեծ քաղաքում քաղաքապետ ես դառնում, հետո ուրեմն հիմա իհարկե Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, բայց էլի շատ կարևոր քաղաք է, Երևանում բարձր ընտրությունները ավելի կարևոր են, բայց Երևանից հետո երևի ամենակարևոր ընտրությունները Գյումրիում են եւ այս իմաստով իրականում միշտ պետք է այսպես լիներ, այստեղ տարօրինակ է, որ սա առաջին անգամն է, որ այսպեսի ուշադրություն կա իրականում 91 թվից ի վեր պետք է այսպեսի ուշադրություն լիներ, բայց այդպեսի բան չի եղել, ցավոք սրտի, ինչու որովհետեւ ընտրությունները ազատ չեն եղել։ Հիմա եւ ընտրությունները ազատ են եւ արդյունքը անկանխատեսելի է, որևէ մեկը 100%-ով չգիտի թե ինչ կլինի,
Եվ բացի դրանից սա ցույց է տալիս, թե ինչ միտումներ կան երկրում, հա, հիմա խոսենք սրա մասին, թե ինչ միտումներ է ցույց տալիս։ Հա, որովհետև ասենք թե Գյումրիում, թե Փարաքյարում տեղի ունեցածը հաշվի առնելով ընտրողների քանակը, հա, ընդհանուր եթե գումարում ենք իրար, խոսքը վերաբերում է 130-140 հազար ընտրողի։ Դա որոշակի ցուցիչ պետք է լինի, չէ՞։ Հա։ Ու դե Փարաքարում ԿՊ-ն պարտվեց, դե Փարաքարը մի քիչ ուրիշ պատմություն է, որովհետև ինչքան ավելի փոքր է համայնքը, այնքան այնտեղ ավելի անձնական հարաբերությունները, տեղական ինչ-որ առանձնահատկությունները դեր են խաղում։ Ես չեմ կարող ասել, շատ հավանական է, որ ուղղակի այնտեղ կոնկրետ է տեխնացուն ավելի մեծ սոցիալական կապիտալ ունել, այսպես ասած, ուղղակի նրան ավելի շատ մարդ էր ճանաչում, հա, բայց Գյումրին արդեն ավելի մեծ մասշտաբի հետ գործ ունենք ու այնտեղ որոշակի այդպես տրենդերի հետ կարելի է առնչվել եւ մի կողմից սա այնպես չի որ ԿՊ-ի համար շատ վատ արդյունք է, հա, նախորդ ընտրություններում ԿՊ-ն ավելի քիչ ձայներ հավաքել, ԿՊ-ում երբեք Գյումրիում երբեք ԿՊ-ի քաղաքապետ չի եղել, այնպես որ այս առումով ԿՊ-ն կարող է, այսպես ասել, որ դե ամեն ինչ լավ է, բայց ես կարծում եմ սա կլինի մի քիչ ինքնախաբեություն, որովհետեւ այնուամենայնիվ որոշակի միտումներ կան, որոնք երկրում առկա են եւ Գյումրիի ընտրությունները դա եւս ցույց են տալիս, որը ես այսպես եմ մեկնաբանում, հա, որ ինչքան ավելի շատ է ԿՊ-ն մնում կառավարության մեջ, հա, այդպես իշխող կուսակցության դիրքում, այնքան ավելի շատ է իրեն սկսում նույնացնել պետության հետ եւ սկսում է գործել, ասենք պետական համակարգի շահերից ելնելով, հա, խոշոր բիզնեսի շահերից ելնելով, դառնում է ավելի այսպես պահպանողական, ավելի աճ կուսակցություն։ Այսինքն դուք այսօր ձեր գրառման մեջ ասելով, որ քաղաքացիական պայմանագիրը դադարում է լինել փոքր մարդու կուսակցություն, այդ նկատի ունեիք։ Այո, տեսեք, ես հիշում եմ հեղափոխությունից մի քանի օր անց սրճարանում էի նստած ու մուրացկան մտավ, մի ծերկին մտավ, ասես փող ուզել հաճախորդներից ու սրճարանի տերերը նրան խնդրեցին դուրս գալ ու ինքը ասաց ես Նիկոլին կասեմ, հա, այսինքն այն ժամանակ կար այդ ընկալումը, որ եթե դու այսպես խեղճ մարդ ես, փոքր մարդ ես, աղքատ ես, հա, քեզ ճնշում են իշխանություն կամ փող ունեցողները, դու կարող ես դիմել հեղափոխական քաղաքական ուժին, այդ ուժը քեզ կպաշտպանի։ Հիմա այդ ընկալումը չկա եւ ընդհակառակը այն իրավիճակներում, երբ ինչ-որ կոնֆլիկտ է լինում պետության եւ քաղաքացու, ասենք խոշոր բիզնեսի եւ աշխատակների միջև, ասենք փոքր բիզնեսի եւ հարկային մարմինների եւ այլն։ ԿՊ-ն այնպիսի ընկալում կա, որ ինքը կանգնում է ավելի ուժեղի կողքին, հա, կամ պետական մարմինների, ասենք ոստիկանությունը, եթե մեղադրում են, որ ինչ-որ մեկին ծեծել են կամ ինչ-որ բան ա եղել, այնպես չի որ ինչ-որ հետևանքներ ունենում ոստիկանության համար, հա, եւ այդպիսի օրենքներ շատ կարելի է բերել։ Հիմա այդ յուրաքանչյուր օրինակում կարելի է վիճել ով է ճիշտ, ով է սխալ, բայց ընդհանուր միտումը այդպիսին է, որ ԿՊ-ն այլևս չի ընկալվում որպես մի կուսակցություն, որը պաշտպանում է թույլերին, խեղճերին, աղքատներին, աշխատավորներին եւ այլն։ Իսկ այս պարագայում այդ թույլերը, խեղճերը եւ այլն, նրանք կամ հիասթափվում են ԿՊ-ից եւ ընդհանրապես դուրս են գալիս այս process-ին, կամ սկսում են ինչ-որ հույսեր կապել պոպուլիստ ինչ-որ գործիչների հետ, դրա դասական օրինակը N-News Վարդան Ղուկասյանն է, բայց այս Վարդան Ղուկասյանն էլ ինչ-որ իմաստով դրանից է շահում, որտեվ եթե կոպիտ ասած պետությունը քեզ չի պաշտպանում, կառավարող ուժը քեզ չի պաշտպանում, Հայաստանում կա ավանդույթ, որ դու դիմում ես գողականներին, որ գողականները քեզ կպաշտպանեն, հա, եւ այս ինստինկտի մակարդակով թեկուզ դա աշխատում է ինչ-որ մարդկանց մոտ, հա, որ եթե մենք պետությունից սպասելիք չունենք, գոնե, ասենք Վարդան Ղուկասյանի նման մարդիկ նրանք հարց լուծող այդ մի բան կանեն։ Դրա համար այս մի միտումն է, որը ես տեսնում եմ։ Այստեղ տեսեք, խնդիրը նույնիսկ ոչ թե ԿՊ-ի հավաքած ձայներն են, որոնք գուցե ավելի շատ հնարավոր էլ չէր, հա, այլ խնդիրը այն է, որ հենց Վարդան Ղուկասյանի նման մարդն է երկրորդ տեղում։ Խնդիրը նա է, որ օրինակ Լևոն Բարսեղյանը չի հաղթահարել նույնիսկ նրա դաշինքը ուրեմն չի հաղթահարել անցողիկ շեմը, հա։ Ասենք եթե լիներ Լևոն Բարսեղյանը ուներ 15%, ԿՊ-ն ուներ 40%, լրիվ ուրիշ պատկեր կլիներ։ Բայց մենք այստեղ տեսնում ենք, որ այն տեխնացուները, որոնք ներկայացնում են այսպես քրեա օլիգարխիկ ռուսամետ, շուրնախկինամետ դաշտը, նրանք միասին վերցրած ավելի շատ են հավաքել, քան Լևոն Բարսեղյանը եւ ԿՊ-ն միասին վերցրած։ Իսկ սա արդեն վտանգավոր միտում է եւ եթե սա տեղի ունենա 2026 թվականի ընտրություններին, դրա հետևանքները կարող են բավականին տխուր լինել։ Հիմա տեսեք, եթե Հայաստանը լիներ Եվրոպայի կենտրոնում, ասենք Շվեյցարիայի եւ Ավստրիայի միջև
Ես կասեի, որ ոչինչ, շատ էլ լավ է, որովհետև օրինակ, եթե 2026 թվականին ԿՊ-ն 40% հավաքի, այն մնացածը միասին 60% հավաքեն կոալիցիա կազմեն, մենք կունենանք շատ լավ ընդդիմություն եւ բավականին թույլ իշխանություն եւ այդ իրավիճակը գուցե նույնիսկ Հայաստանի համար օգտակար կլինի, բայց մենք ունենք աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ, մենք ունենք արտաքին ուժեր, որոնք պարզ ասենք սաբոտաժով են զբաղված Հայաստանի ներսում եւ պարզ ասենք ուզում են Հայաստանի զրկել ինքնիշխանությունին, վերածել շուտ կիսագաղութի։ Եվ այս պարագայում, սա շատ ռիսկային իրավիճակ է, որովհետեւ եթե այ ոչ ժողովրդավարական ուժերը հաղթեն ընտրություններում, ինչպես փորձը ցույց է տալիս, սովորաբար նման ուժերը մի անգամ հաղթում են ժողովրդավարական ճանապարհով եւ դրանով ժողովրդավարական ընտրությունները ավարտվում են։ Ինչպես մենք տեսնում ենք բազմաթիվ երկրներում այսօր։ Քանի որ խոսեցինք երկրորդ տեղի մասին, ձայների հավաքած քանակով եմ ասում, տեսեք 2018 թվականին այն ժամանակ դեռ Իմ քայլը դաշինքը, հետո արդեն քաղաքացիական պայմանագիր, այսպես հայտարարեց, որ անխնա պատերազմ է սկսում քրեական ենթամշակույթի դեմ։ Ու հիմա արդեն այնց էս պահին, որ մենք հիմա իրար զրուցում ենք, շատ հնարավոր է, որ ինչ-որ համաձայնությունների արդյունքում այդ ենթամշակույթը կրող համարվող մարդը դառնա համայնքի ղեկավար։ Ինչպես այդպես ստացվեց։ 7 տարվա մեջ մենք ոնց եկանք դրան։ Դե սա բարդ հարց է, իրականում շատ ամենատարածված երևի այսպես մեղադրանքներից մեկը ԿՊ-ի հասցեին, որը հենց այն մարդիկ են բարձրաձայնում, ովքեր կամ քվեարկել են կամ նույնիսկ շարունակում են քվեարկել ԿՊ-ի օգտին, հենց նա որ չեն պատժվել անցած շրջանի, հանցագործները եւ սա իրոք լուրջ խնդիր է եւ սա կապված է մի քանի գործոնների հետ, մեկը նա է, որ իրոք այսպես տոտալ բոլորին ձերբակալել եւ այլն, սա կարող է երկրի համար ոչ շատ դրական հետևանքներ ունենալ, որովհետեւ ի վերջո համարյա ամբողջ բիզնեսը, համարյա բոլորը կամ մեծամասնությունը մարդկանց, ովքեր բիզնես են արել այն ժամանակ, կարող է պարզվել, որ խնդիր ունեն։ Հատուկ այդ մարդիկ եղել են։ Դեպքում կարելի էր ուղղակի հավաքել բոլորին, ասել ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, վերջ, այս պահից սկսած դուք բոլորդ մաքուր եք, 99 թվականին մենք իմիջիալուց դրա նախադեպը ունեինք։ Երբ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր, փակ խոսակցություն ա եղել, որի ժամանակ Վազգեն Սարգսյանը հավաքել էր, ասել այս պահից սկսած ով ինչ արեց, անձամբ ինձ պատասխան տալ, մինչև այդ ինչ արել եք, հիմա եղել է արդեն։ Եղել գնացել է, կարելի է, չէ՞։ Դե սա տարբերակներից մեկն է, որում իհարկե ժամանակ դա ինչ որ այսպես փակ խոսակցության ձևաչափով եղավ, երևի հեղափոխությունից հետո ճիշտ կլիներ, որ դա արվեր շուտ հանրային բաց եւ օրենքի համապատասխան, ու դա քննարկվում էր, այդ անցումնային արդարադատության քննարկումները կային եւ կային մի քանի տարբերակներ, կար նաեւ լուրջ դիմադրություն եւ ԿՊ-ի ներսում եւ դրսում, հետո պատերազմը եղավ եւ այդ ամեն ինչը մոռացվեց։ Ցավոք սրտի, ու դա իհարկե ամենամեծ բացթողումներից մեկն է երևի, որը եղել է հեղափոխությունից հետո։ Տեսեք, մյուս խնդիրը նա է, որ մեր իրավապահ համակարգը մեծ հաշվով չի փոխվել։ Օրինակ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո նրանք լրիվ փոխեցին իրավապահ համակարգը։ Եվ սկզբունքները, որով այդ իրավապահ համակարգը աշխատում էր, եւ մարդկանց եւ կառուցվածքը եւ արդեն այդ նոր իրավապահ համակարգը շատ ուժեղ հարված հասցրեց Վրաստանում քրեական ենթամշակույթին։ Ուրիշ հարց, որ հետո Սաակաշվիլին սկսեց օգտագործել այդ համակարգը ոչ, այսպես ասած, շատ արդար նպատակներով եւ իր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների։ Եվ այո, եւ արդեն Սաակաշվիլի վերջի տարիներին ըստ էության ստալինիստական իրավիճակ էր Վրաստանում սկսել ձևավորվել, բայց ամեն դեպքում առաջի փուլում այդ բարեփոխումները բավական հաջողված էին եւ Հայաստանում դա տեղի չունեցավ, այսինքն մենք մեծ հաշվով որոշ բացառություններով ունենք նույն հին իրավապահ համակարգը, որը այո նրան այսօր ասել են չի կարելի, ասենք մարծեցել, չի կարելի սա անել, նա անել, բայց նրանք ուրիշ ձևով շատերը չգիտեն ուղղակի։ Ոմանք փոխվել են, ոմանք ուրիշ ձևով աշխատում են, դա էլ չի կարելի հերքել։ Կան նաև, ասենք, բարեկային ծառայությունը, որ ուրիշ ձևով աշխատում կոնե մեծամասամբ, բայց շատ կան մարդիկ, ովքեր հին ձևով են աշխատում, կան մարդիկ, ովքեր կուզեին նոր ձևով աշխատել, բայց նրանք պարզապես չգիտեն այդ ձևը, կան մարդիկ, ովքեր չունեն անհրաժեշտ, պես ասած, կրթությունը, աշխատանքի հմտությունները, քիչ աշխատավարձ են ստանում եւ այլն, եւ դրան գումարվում է մի հանգամանք, որ
վերջին տարիներին շատ եղան տարբեր սադրանքներ, հեղաշրջման փորձեր եւ այլն, որը բնականաբար ոստիկանության դերը շատ կարեւորեց։ Եվ եթե հեղափոխությունից անմիջապես հետո ոստիկանությունը իրեն զգում էր, որ նա վերահսկողության տակ է, չի կարող ինչ-որ բաներ թույլ տալ, հիմա ոստիկանությունը եւ ընդհանրապես իրավապահները մի քիչ ավելի այսպես ազատ են իրենց զգում։ Իսկ դա արդեն ազդում է քաղաքացիների վրա, որովհետեւ քաղաքացիները նորից սկսել են վախենալ ոստիկանությունից։ Մի բան, որ հեղափոխությունից հետո շատ թե քիչ անցել էր, մի կողմից մոռանք ասեն դե ճիշտ է, պետք է վախենա մարդը ոստիկանությունից, բայց դրա հետևանքը նա է, որ ինստիտուցիոնալ տարբերություն կա, այսպես վախենալն ու զգուշանալը երկու տարբեր բաներ են։ Դե առավել եւս որ տեսեք, խնդիրը նա է, որ ինչ որ հասարակ մարդը, որ ասենք ինչ որ, չգիտեմ, փոքր հանցագործություն է գործում, նրան շատ դաժան պատժում են, բայց ասենք որոշ օլիգարխներ, գողականներ եւ այլն, նրանք քանի որ ունեն փող, կարող են վարձել շատ լավ դատապաշտպանների, նրանց հանդեպ իրավապահ համակարգը չի կարողանում ոչ մի բան անել, հա, նրանք ուղղակի ամիսներով դատվում են, հետո բժշկի թուղթ են բերում, հետո էլի ինչ-որ մի բան ա լինում, հետո գնում են արտասահման բուժման կամ չեն գնում, հետո էլ ասում են դե կներեք, արդեն վաղեմության ժամկետը անցել է, եւ ամենակարևորը, որ այդ նախկին այդ քրեա օլիգարխիկ խավի հզորության հիմքը մնում է, որովհետև ըստ էության այդ տարիներին նրանք Հայաստանում ինչ կա, մեծ մասը սեփականություն դարձավ իրենց սեփականությունը։ Եվ հիմա շարունակում է մնալ այդ սեփականությունը, հա, կարող է ինչ-որ կոնկրետ X մարդը բանտում է, բայց նրա տղաները, չգիտեմ, դուստրները, եղբայրները տիրապետում են այդ ամբողջ սեփականությանը, հա, ամբողջ Հայաստանը այսօր եթե մենք վերցնենք նայենք ում ինչա պատկանում, մենք կտեսնենք, որ այդ նախկինները, քրեա օլիգարխիկները եւ այլն էլի ամեն ինչի տերը իրանք են։ Հա, ես մի քիչ հիմա պարզեցնում եմ։ Մենք մենք այդպիսի պերսոնաժներ ունենք անգամ Բաքվի բանտերում։ Դե շատ ունենք եւ այս հարցը ինքը պահանջում է, ինձ թվում է այնուամենայնիվ ինչ-որ կոմպլեքսային լուծում, այսինքն այդ անցումային արդարադատության գաղափարին մենք պետք է վերադառնանք ինչ-որ ձևով, գուցե օրինակ Ինչ ձևով, ասում եք ինչ-որ ձևով պետք է վերադառնանք։ Դե դա պետք է քննարկվի, ես այդ լուծումը ինքս չունեմ, կարծում եմ, որ հիմա սահմանադրության մասին խոսակցություններ կան եւ այլն, որոնք այսպես հիմնականում դա հակամարտության կոնտեքստում է, բայց ինձ թվում է մենք պետք է ընդունենք, որ երրորդ հանրապետությունը նա լավն էր, թե վատն էր իրականում եւ լավ կողմեր ուներ եւ վատ կողմեր ուներ, բայց ինչ որ դրամաբանական ավարտի է եկել եւ մենք նոր փուլից պետք է սկսենք մեր պետականությունը, հա, պետք է իրոք ունենանք նոր սահմանադրություն, այսինքն պետք է անկախության նոր հռչակագիր, անկախության հռչակագիր պետք չէ, օրինակ Ֆրանսիան 5 հանրապետություն կա, հա, բայց ասենք նույնպես չի որ ամեն անգամ ուղղակի սահմանադրությունը փոխվեց, նրանք նոր հանրապետություն են, բայց նույնպես չի որ անկախություն են հայտարարում։ Անկախությունը կա ու կա։ Ուղղակի պետքա, տեսեք, մեր կառավարման համակարգը փոխվել է, չէ՞, նախագահականներ դարձավ խորհրդարանական։ Տարածքը դե ֆակտո փոխվել է, ցավոք սրտի մենք կորցրել ենք Արցախը, հա։ Քաղաքական ռեժիմը փոխվել է։ Բայց սահմանադրության մեջ որևէ կետ չկա, որ Արցախ-Հայաստանի հանրապետության մասն է։ Դե, հա, բայց այս բնակ սահմանադրության մասին չի խոսքը։ Ես կարծում եմ, որ պետքա մենք ընդհանուր առմամբ ընդունենք, որ մեր պատմության այս փուլը ավարտվել է, ինչպես եղել է երկրորդ հանրապետություն, եղել է առաջին հանրապետություն, բոլորը իրենց դրական եւ բացասական կողմերով, այդպես էլ երրորդ հանրապետությունն եկել է իր ավարտին։ Մենք հիմա հռչակում ենք 4-րդ հանրապետություն եւ այդ 4-րդ հանրապետության ստեղծման process-ում նաեւ որոշակի լուծում պետքա տրվի այս հանցագործությունների, հա, օլիգարխիա եւ այդ ամեն ինչի խնդիրներին, որը երևի պետքա լինի ինչ որ բան այս մոդելի մեջ, որը դուք ասեցիք, հա, այսինքն ասել որ այ մենք գիծ ենք քաշում, ինչեւ այս գիծը ինչ որ եղել է նորմալ է, բայց օրինակ, չգիտեմ, որոշակի քանակության մարդիկ, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցրել, նրանք չեն կարող այլևս պետական պաշտոն զբաղեցնել, որոշակի քանակության մարդիկ, հա, պետքա այն ունեցվածքը, որը նրանք ապօրինի են ձեռք բերել վերադարձնեն եւ այլն, այսինքն եւ գուցե նախկին իշխանություններին է վերաբերում թե գործողներին։ Դե դա արդեն ոնց ժողովուրդը որոշի։ Ես կարծում եմ, որ այստեղ ակտիվ քննարկում է պետք, որը ես ասած կբերի այդ լուծումները, հա, որովհետեւ ոչ մի հոգի լինեմ ես, թե դուք, թե որևէ մեկը չի կարող մենակ այդ ամբողջ կոնցեպցիան վերցնել գրել, ասել սա է։ Շատ լավ։ Վարզուլյան, քանի որ խոսք գնա սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին կամ ձեր ցանկության մասին, որպես տեսլական եմ ասում։ Տեսեք, Գյումրիում 36% է հավաքում իշխող քաղաքական ուժը։ Անդիմությունը Փարաքարում հավաքում է 56%։
Նման իրավիճակում դուք ոնց եք պատկերացնում համաժողովրդական հանրակրվեով սահմանադրություն փոխել։ Դե ես կարծում եմ, որ համանդրության Այդ ինչ պիտի անի իշխանությունը, որ մարդկանց, այս մարդկանց, որ քվեարկել են ոչ թե այսպես, այլ այնպես, ոնց պիտի համոզի, որ այ գիտեք ինչ կա, համանդրությունը պետք է փոխել, երրորդ հանրապետությանն էլ հրաժեշտ տալ։ Դե ես կարծում եմ, եթե այդ անցումնային արդարադատության գաղափարը մտցվի դրա մեջ, հենց այդ ժամանակ կփոխվի մարդկանց։ Այսինքն ներքին դիմադրությունը տենց այդպես ընկնում է, հա։ Չէ, այսինքն այդ դեպքում սա դառնում է ոչ թե ինչ որ abstract թեմա կամ ինչ որ արտաքին ուժերի ազդեցության արդյունք, այլ սա պատասխան է դառնում այն պահանջին, որը կա հասարակության մեջ, հա, որովհետև այդ պահանջը պատժել հանցագործներին, վերադարձնել թալանվածը եւ այլն, դրա պահանջը կամ ուղղակի գնահատական տալ նրան ինչ եղել է, այդ պահանջը հասարակության մեջ կա։ Եթե դա կապենք սահմանադրության խնդրի հետ, դա կարող է աշխատել, կարող է չաշխատել, բայց ամեն դեպքում ես չէի ուզենա, որ սա լինի այսպես մի քաղաքական ուժի խնդիր, հա, եթե դա լինի միայն ԿՊ-ի խնդիրը, իհարկե դա չի կայանա։ Այսինքն դա պետք է լինի կոնսենսուս որոշակի, որ ու այդ իմաստով ես չեմ ասում, որ սա հենց այս տարի կամ մյուս տարի հնարավոր կդառնա, կարծում եմ սրա համար տարիներ են պետք, կամ առնվազն մի քանի տարի, որ որոշակի կոնսենսուս ձևավորվի Հայաստանում մի քանի հարցերի շուրջ, հա, ասենք արտաքին քաղաքականություն, Հայաստանի ինքնիշխանություն, ժողովրդավարություն, կոռուպցիա, այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք դրանց շուրջ ունեն միևնույն արժեքային մոտեցումը, հա, նրանց մեջ որոշակի կոնսենսուս հաստատվի, որ օրինակի համար, հա, ով էլ գա իշխանության, չի պատրաստվում Հայաստանի ինքնիշխանությունը զոհաբերել որևէ նպատակի համար, հա, կամ ով էլ գա իշխանության, չի պատրաստվում, ասենք, հարևանների հետ պատերազմը դարձնել մեր նպատակ, հա, ուրիշ հարց, որ բարձր պետք է պաշտպանվել, բայց այսպես ասած ագրեսիվ արտաքին քաղաքականություն որևէ ուժ չի վարելու։ Ու այս կոնսենսուսի շուրջ արդեն ծավալվի քննարկում, ծավալվի պայքար, թե ով է ավելի պրոֆեսիոնալ, ով ավելի լավ տեսլական է առաջարկում եւ այլն։ Բայց ինչպես շատ եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում, օրինակ Ֆրանսիայում կա որոշակի կոնսենսուս, որ թե աչերը, թե ձախերը դրան, այսպես ասած, ստորագրում են դրա տակ, եւ այն ուժերը, որոնք դրա տակ չեն ստորագրում, դրանք մարգինալ են, ինչքան էլ ձայն հավաքեն, հա, օրինակ Գերմանիայում այդ այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը ինչքան էլ ձայն հավաքի, միևնույնն է նրա այդ կոալիցիա ոչ ոք չի կազմի, որտեղ նա այդ կոնսենսուսից դուրս է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում էլ նման բան է պետք, ես հասկանում եմ դա շատ իդեալիստական։ Եթե չեմ սխալվում, նույնականացում են նեոնացիստների հետ։ Դե հա, նրանք ըստ էության տենց բավական մոտ են նեոնացիստներին, այնտեղ կա տարբեր հոսանքներ այդ կուսակցության մեջ, բայց գնանք գնալով ավելի մոտենում են նեոնացիստներին։ Ստեղ ուրիշ բան էլ կա, իդեպ Գերմանիան, որ հիշատակեցինք, այ հիմա օրինակ այս վերջին ընտրություններում հաղթող կուսակցությունը 30%-ից մի քիչ ավել է հավաքի, հա, այսինքն այս որ մենք տեսնում ենք, որ ԿՊ-ն, ասենք 40% է հավաքում կամ դրանից մի քիչ ավել, մի քիչ պակաս, դա նորմալ է եւ էլի իշխող կուսակցության համար պարլամենտական համակարգում դա լրիվ բավական կարող է լինել։ Բայց ուրիշ հարց է, որ Գերմանիայի օրինակով Անգելա Մերկելը միշտ թիմ ընտրություններում համարյա իր կուսակցությունը պարտվում էին, բայց Անգելա Մերկելի գլխավորությամբ համապետական ընտրություններում, եթե չեմ սխալվում, 5 թե 6 անգամ ինքը վերընտրվեց կանցլերի պաշտոնում, չէ՞։ Բայց տեսեք, այնտեղ ինչ էր տեղի ունենում, այսինքն հիմնականում այն կուսակցությունը, որը հաղթում էր, նա կոալիցիա էր կազմում իր, ասենք, երկրորդ կամ երրորդ տեղ զբաղեցրածի հետ։ Հայաստանում սա է խնդիրը, հա, որ կոալիցիայի կազմելու մշակույթ չկա կամ այն ուժերը, որոնք կարող էին կոալիցիա կազմել իրար հետ, հա, նրանք միշտ չի որ լեզու են գտնում իրար հետ, հա, եւ կարծում եմ, որ սրա պատճառով էլ խնդիրներ կարող են առաջանալ, եւ արդեն նշեցի արտաքին ազդեցությունը, որովհետեւ տեսեք, նաեւ մենք խոսեցինք ոնց է ստացվում, որ գողականները էլի գալիս են իշխանության եւ այլն։ Իրականում ես տեսնում եմ այստեղ մի երևույթ, որը մենք քանի որ դրա մեջն ենք ապրում, մենք չենք նկատում, բայց որ Հայաստանից դուրս ես գալիս, դա միանգամից նկատում ես։ Նույնիսկ Վրաստան, հա, այնտեղ ունեք ռուսական Կրեմլյան իրականում, ոչ թե ռուսական, հա, այդ ազդեցությունը ինքը շատ ուժեղ է Հայաստանում եւ Կրեմլյան նարատիվները, այն արժեքները, որի վրա կառուցված է այսօրվա Կրեմլյան քաղաքականությունը, հա, այդ թվում այդ բլատնոյ կոչվող ենթամշակույթը, իր երաժշտությունով, իր ամեն ինչով Հայաստանում շատ ներկա է։
Պարզ օրինակ, եթե ռադիոն միացնում ես, հա, առավելևս մենք ռադիոյի եթերում ենք, եւ այս իմաստով իհարկե կան որոշակի բացառություններ, Փառքասում ենք դրանցից։ Ես շնորհակալություն ձեզ դրա համար։ Բայց ընդհանուր առմամբ ուղղակի որ միացնեք ռադիոն եւ փոխեք ալիքները, ինչ կլսեք։ Ինչ որ ռուսական շանսոն, հետո ինչ որ հայկական ռաբիս, հետո ինչ որ ռուսական քարոզչություն, հետո ինչ որ հայկական քարոզչություն, սովորաբար նրա մասին, որը հետո դասական երաժշտություն շատ արագ փոխում ենք, որտեղ դասական չենք սիրում։ Հետո դասական կամ ասենք այդ նույն ալիքով աղոթքներ, որը շատ լավ է, շատ հաճելի է, ես լսում եմ, բայց մի ալիք կա այդպեսի, հա, ու մի երկու ալիք, որոնք նորմալ երաժշտություն են տալիս, նորմալ հարցազրույցներ, բայց այս ամեն ինչը ազդում է, չէ՞, այսինքն եթե դու ամբողջ ժամանակ օրինակ տաքսի է քշում մարդը, ամբողջ ժամանակ այդ շանսոնն է լսում, բնականաբար նա կգնա Վարդան Ղուկասյանին կքվեարկի, ում պիտի քվեարկի։ Հա, բարձա, ես բարձրացնում եմ, բայց ընդհանուր միտումը դա է, որ այսպեսի էկո համակարգ կա, որտեղ այդ արժեքները, այդ նարատիվները մեզ պարտադրվում են մեր ռեսուրսների հաշվին, հա, որտեղ ռադիոալիքը դա հանրային ռեսուրս է։ Եվ մենք տալիս ենք ինչ-որ մի ուրիշ պետության, որ ինքը իր քարոզչությունը վարի եւ նույնիսկ մարդիկ, ովքեր կարող է օրինակ ահա որ չեն սիրում, ասենք Վլադիմիր Պուտինին, բայց նրանք այդ արժեքային համակարգի մեջ են ապրում, այդ նարատիվներն են լսում, նրանք այդպես են պատկերացնում աշխարհը եւ սա իհարկե չի կարող չազդել նաեւ մեր ներքին իրավիճակի վրա։ Ներքին իրավիճակի մասին որ խոսում ենք, մենք անընդհատ ու պարբերաբար այդ խնդիրը ընդգծվում է, որ մենք ունենք ներքին համերաշխության պակասել չի, դա կատաստրոֆիկ դեֆիցիտ կա, հա։ Հիմա այդ դեֆիցիտը լրացնելու համար ինչ է պետք, որովհետև տեսեք, ոչ միայն ընդդիմությունը այս դեպքում, այլև նույն քաղաքացիական պայմանագրի նախկին գործընկերները մեղադրում են իշխող քաղաքական ուժին նրա համար, որ քաղաքացիական պայմանագիրը անհաղորդ է դարձել քննադատությանը, որ ըստ էության չեն կարողանում քննադատություն լսել։ Հիմա որպեսզի այդ համերաշխությունը գոնե վերականգնվի քաղաքացիական պայմանագիրը պիտի դա գա նաև այդ դաշտ, չէ՞։ Հիմա կգան իրանք այդ դաշտ գոնե այս երկու ընտրությունների արդյունքում։ Դե ես կարծում եմ, որ այս երկու տարբերակ կա, հա, այսինքն մեկը նա է, որ կարելի է ձևացնել, որ ամեն ինչ լավ է, ի վերջո ամենաշատ ձայնը մենք ենք հավաքել եւ այլն, եւ ԿՊ-ն փորձի, պես ասած, սա ներկայացնել որպես հաղթանակ եւ հետո շատ ավելի լուրջ խնդիրներ կառաջանան։ Ինձ թվում է, որ այնուամենայնիվ այդպես չի լինի, ինձ թվում է, որ հետևություններ կարվեն եւ ինչ-որ ներքին քննարկումներ ԿՊ-ում անպայման կլինեն, բայց այստեղ խնդիրը երկու խնդիր կա, էլի, մեկը նա է, որ ինչքան ավելի շատ ես դու ինտեգրվում պետական համակարգին, այդքան ավելի քիչ ես դու լսում արդեն այդ պետական համակարգից դուրս եղած ձայները եւ ավելի շատ սկսում ես վստահել այդ բյուրոկրատական համակարգին եւ ես սա տեսնում եմ ԿՊ-ի պարագայում, հա, այսինքն եթե առաջ նրանք ավելի շատ շփվում էին մարդկանց հետ, հա, ընտրությունները ինչ որ իմաստով հենց դրա համար են, հա, որպեսզի ասենք դու գնում ես ընտրություններում հաղթանակ ես տանում, դրանից առաջ դու մարդկանց հետ ես շփվում, նրա կարծիքն ես լսում եւ այլն, հետո գնում ես բյուրոկրատացվում ես։ Հիմա գուցե այս ընտրությունը ինքը հենց այսպես զարթուցիչ դառնա եւ օգնի, որպեսզի այդ բյուրոկրատական համակարգի ազդեցությունից ազատվի ԿՊ-ն եւ էլի տեսնի թե հասարակության մեջ ինչ միտումներ կան։ Ամփոփելով զրույցը, ձեր կարծիքով այսիկ պետք է քաղաքացիական պայմանագիրը պետք է սանի քաղաքացիական հասարակության մասին խոսք գնաց ընդդիմություն ինչ որ բաներ պետք է անի այնուհանդերձ էլի որքան էլ որ իշխանություն չի, բայց պատասխանատվություն ունի։ Կանեն։ Ազնիվ ասեմ, ինձ թվում է չէ։ Ինչու՞։ Դե որովհետև ինչ որ չափով կանեն իրականում իհարկե, բայց մեծ հաշվով ինձ թվում է որ եկեք չմոռանանք, որ մենք Հայաստանում ենք ապրում, եթե այն ամեն ինչը ինչ որ մենք խոսում ենք դա իրականանար, մենք երևի շուտով Նորվեգիա կդառնայինք, բայց մենք ապրում ենք Հայաստանում, օբյեկտիվ պատճառներ կան նաև այս ամեն ինչի համար եւ իհարկե դժգոհելով, քննադատելով եւ այդ ամեն ինչով հանդերձ ինձ թվում է նաեւ պետքա մի քիչ իրատեսորեն նայել եւ հասկանալ, որ այնուամենայնիվ ցավոք սրտի սա է մեր քաղաքական դաշտը եւ ավելի լավ բան մենք չունենք եւ պետքա մենք այդ եղածի մեջ կարողանանք ընտրել չարյաց փոքրագույնը, եթե կուզեք։ Չնայած ինձ թվում է նաեւ կարևորը այդ եղած պրոգրեսը նկատել, հա, եւ ինչքան էլ այդ ամեն ինչը ինչ որ մենք խոսում ենք դա չի արվում, բայց որոշ բաներ արվում են եւ դրանով էլ կարող ենք դա տեսնել, ուրախանալ։ Ուղղակի պետքա նաեւ փորձենք իհարկե ամենաբացասական սցենարները գոնե կանխել։ Գոնե այ դա ես հուսով եմ, որ կարվի։
Այս բան մեր ամենաբացասական սցենարին էր, որ մեր ժամանակը սպառվեց։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Միքայել Զոլյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։